Բարև հարգելի ունկնդիրներ, ցեզի հետ է Հարութ Մանգոսյանը օրագարկ հայլակիրով։ Այսօրվա մեր օրագարկն է 2020-ի Արցախյան պատերազմը։ 27 սեպտեմբեր 2020-ին սկսավ Ադրբեջանի ցանցազերծած պատերազմը Արցախի դեմ։ Սահմանի ամբողջ գծի երկայնքին հարձակելով դաշնամին փորձեց գրավել հայրենի Արցախը, սակայն հանդիպեցավ փուլ ընդդիմադրության, Արցախի պաշտպանության բանակի, Հայաստանի Հանրապետության զինյալ ուժերու, ինչպես նաև գամորական խումբերու դարածողության շնորհիվ։ Բայց եւ այնպես արդյունքը եղավ հագարակ այնինչ բոլորս կսպասեինք։ Ըսին հաղթելու ենք, բայց վարդվեցանք։ Ըսին Արցախը հայկական է եւ վերջ, բայց հայ զինվորի արյունով բաղված հողը քրիչի մեկ շարժումով հանձնվեցավ։ Այսօր պիտի խոսենք այն պայմաններու մասին, որոնց մեջ տեղի ունեցան մարտերը, հասկանալու համար հայկական ուժերու պատրաստվածությունը օրին, թե իրոք հայկական ուժերը անհավասար մարտի մեջ գտնվելով երբ չունեին բահելու հայրենի Արցախը։ Պիտի խոսենք նաև այս ընթացքին իրենց քերակույնը, ցանկը զոհաբերած կամ վտանգած գամավորներու մասին, նամանավանդ Հոյտա Հովանին դակգործող գամավորական շարժում հասարակական գազագերբության անդամներուն դարած գործունեությունը դարիներու ընթացքին։ Այս արիտով մեզի հետ է Բայեստազորի կնտաբեդ Արդաշես Մխիթարյանը։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Սկսենք նախ ներկա իրավիճակին անդրադառնալով։ Այսօր Արցախահայությունը ինչպիսի իրականության առջև կգտնվի, ներկայիս անոնց կյանքը Հայաստանի մեջ ինչպես կգնահատեք։ Շատ դժվար պայմաններում է նակնվում Արցախահայությունը, դրա հայրենի հողը կորստից հետո իշխանությունները ոչ մի բանով սատար չեն կանգնում ստեղծված իրավիճակին, իրենց դավաճանական կեսվածքը շարունակում են, հետ կան կարամարսում։ Իսկ քիչ առաջ ես խոսքից մեջ նշեցի գամորական շարժումի գործունեության մասին։ Մեզի գրնակ ներկայացնել, թե այն ինչ կներկայացնե, երբ հիմնված է եւ ինչու, ինչ են նպատակներ այդ շարժումին։ Գամորական շարժում հասարակական կազմակերպությունը ստեղծվել է այն բանի համար, որ կարողանանք պաշտպանել մեր պետության անվտանգությունը, ապահովել պետության անվտանգությունը, իրականացնենք մարտական պատրաստության պարապմունքներ Բայեստազորում զինապարտ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հետ, որպեսզի կարողանանք դիմակայել մեր թշնամիներին եւ 1920 թվականի սեպտեմբերին, երբ սկսվեց ագրեսիան Ադրբեջանի կողմից, մենք գամորական շարժում հասարակական կազմակերպության մարտական խմբերը, որոնք գրանցել էին բավականին լավ պատրաստություն, հենց առաջի օրը մեկնեցին առաջնագիծ։ Եվ հենց առաջի օրվանից մենք ընդգրկված ենք եղել մարտական գործողություններին Արցախի Հանրապետության հյուսիս արևմտյան հատվածում։ Մեր ուժերի ներածին չափով դիմակայել ենք Տեշնամուն, Ադաղիսի, Տոնաշենի հատվածներում։ Այդ ընթացքում տվել ենք միայն երկու մարտակը 28 զո, ընդգրկված է եղել ավելի քան այդ 14 օրյա պատերազմի ընթացքում 400 կամավորական։ Իսկ նշանավոր դեպքերն է Վարանկատաղի ազատագրումը, որուն ընթացքին նաև 24 նահատակներ ունեցավ։ Ինչ պայմաններում մեջ էին այդ մարտերը։ Դուք նկատի ունեք հոկտեմբերի 6-ի այո գործողության մասին Վարագնաթաղի բարձրունքը լուսաբացին լույսը չբացված ագարագործի դիվերսիոն հետախուզական խմբերը օգտվելով եղանակային վատ պայմաններից տեսանելիության բացակայության պայմաններում
շրջանցել էին մեր դիրքերը եւ անկարծագի հաղթագում իրականացնել մեր դիրքապահ կամավորականների այդ ընթացքում մարտի ընթացքում զոհվեցին մեր Ռուսիանի դասակի մեծամասնությունը եւ հագարագործին հաջողվեց ժամանակավորապես իրանալ ռազմավարական նշանակություն ունեցող մի բարձրունքի Պետագայում վերախմբարելով մեր ուժերը մենք անցանք հագահարձակման եւ ազդագրեցինք վերցրած բարձրունքը, որի ընթացքում եւս ունեցանք զոհեր։ Ընդհանուր առմամբ այդ օրը 24 զոհ ունեցանք։ Բայց կատարեցինք մեր առջև դրված խնդիրը եւ հաջողությամբ վերագրավեցինք թողնված բարձրունքը։ Իսկ բادرազմի ընթացքին ընդհանուր ռազմական պատրաստվածությունը ինչպես կգնահատեք։ Արդյոք Հայաստանի զինյալ ուժերը բարձր մարդուկայնության դրսևորում կարողացան ցուցաբերել։ Ես կարող եմ ասել մեր գումարտակի կամավորական շարժում հասարակական կազմակերպության կամավորական գումարտակի մասով մենք մինչև 44 օրյա պատերազմը բավականին երկար ժամանակ զբաղվել էինք պատրաստությամբ, մարտական պատրաստությամբ եւ մեր պատրաստվածությունը Պաշնակցական մարդիկին վայել կեսվածքով մենք կարողացանք դրսևորել եւ բոլոր այն խնդիրները, որ 44 օրյա պատերազմի ընթացքում մեզ առաջադրվել է, մենք բոլոր ամեն ինչ եւին կատարել ենք եւ բացի դրանից 44 օրյա պատերազմի հետ հրադադարի ինքնից հետո եւս երկու շաբաթ մենք մարտական ճշտապահություն ենք իրականացրել Արցախի հանրապետության հյուսիսում։ Իսկ օրին բանակի մամլոպամպերը ինչպես նաև կառավարությունը այսպես կարգախոսը մեջտեղ բերած էին թե հաղթելու ենք ինչ որ վերջավորության այլ իրականության առջև գտնվեցանք ռազմական կետների հարցը օրին Հայաստանի բանակի մամլոպամպերը եւ նաև Հայաստանի կառավարությունը այսպես կարգախոսը հարաճ մղած էին թե հաղթելու ենք բայց վերջավորության այլ իրականության առջև գտնվեցանք Արդյոք ռազմական կետնի վրա այդպիսի հաջողություն արձանագրելը հասանելի էր Եվարում եմ ասել, բայց հնարավոր էր կարծիքով, որովհետև արդեն շնամինել կարելի ասել ուժասպար եղած եւ իզուր չէ որ իրենք համաձայնվեցին եթե լրիվ ամեն ինչ իրենց մոտ լավ էր իրենք չէին համաձայնվի հրադադարին եւ շարունակեին պատերազմը բայց եթե պատերազմը երկարացկվեր մենք ավելի մեծ հաջողություններ կունենայինք դրանում ես համոզված եմ Իսկ արդյոք եթե դերյակ եք թե ռազմական կետնի վրա այսպիսի թավատրական արարքներ դեղի ունեցած են լա ռազմական ղեկավարներ կողմէ կամ կառավարության կողմէ եկած հրամաններ քաղաքական առումով ես ոչ մի բան չեմ կարող ասել ես զինվորական առումով ինչ որ հարցերի կարող պատասխանեմ բայց քաղաքական առումով ոչ Իսկ ընդհանուր փախտadagամը ներկայացնելու 1990-ականներու պատերազմին Կարորիայի մարտերուն եւ 2020-ի պատերազմի միջև, որոնք ասենք 3-ին ընթացքինալ մենք գտնված ենք անհավասար ուժերու թեմ։ Բայց ինչն էր որ դարբեր էր, որ այլ ավարտում ունեցավ 2020-ին։ 2020-ին այդ ավարտը ունեցավ իշխանությունների Պապաշնոր քաղաքականության պատճառով ավելի շատ քաղաքական պարտություններ, քան թե ռազմական։ Քաղաքականից բխեց նաև ռազմականը։ Ես կասեի դավաճանության պատճառով։ Իսկ
Այսօր, որ Արցախը հայատապված է եւ հազարամյակներու ընթացքին այդ մեկը առաջին անգամ լալով է որ եղած է։ Այս իրավիճակը հուսալքումի կամ շփոթի ժամանակաշրջանը ստեղծած է հայասկին համար։ Այսօր հայ երդասարտության ինչ խոսք ուղեք, ինչ ուղղությամբ պետք է շարժի նախանցական հոգեվիճակի բարելաման իմաստով եւ ապա ընդհանուր ասկը այս ընդհանուր բարդողական հոգեվիճակեն դուրս բերելու համար։ Բարդողական վիճակից դուրս բերելու համար նախ առաջ դրա մեղավորը իշխանություններն են, իշխանափոխություն, որից հետո նոր այդ բարդա իշխանափոխությունից հետո նոր մենք կարող ենք ինչ-որ չափով իրավիճակը ուղղել եւ այդ բարեհոգեբանական այդ վիճակը բարելավել։ Ու երդասարտները ինչ պետք է ասեմ, պետք է այդ խսախապությունը, այդ բարդողականությունը դուրս մղել վիժումիցից եւ պատրաստ լինել պետագապայքարին։ Այսքան։ Շնորհակալ ենք այս հարցազրույցին համար։ Բոլորին ողջույններ։ Շատ շնորհակալ ենք ընդունելու համար մեր հրավերը։ Շնորհակալ։ Սիրելի ունկնդիրներ, մեզի հետ էր Բահայստազորի կնտավետ Արտաշես Մխիթարյանը։ Այժմ վիդեոն կընտրենք Երգիր մեդիա հերադեսիլի գայանի գոմե պատրաստված գամավորները վավերագրական դեսանյութեն մասը, որ գբատմե վարանկատաղի ազդրակրական բայկարի մասին։ Հոկտեմբերի 4-ի երեկոյան երկրորդ վաշտի անձնակազմը գումարտակի հրամանատարների ուղեկցությամբ ուժեղ ռմբակոծության եւ ավիահարվածների տակ տալով 2 վիրավոր համառ ջանքերով բարձրացավ եւ դիրքավորվեց Վարագնաթաղ բարձունքում։ Չնայած որ մարտական առաջադրանքի համաձայն երկրորդ վաշտը պետք է տեղակայվեր հեռուստաաշտարակից ձախ, ստիպված ժամանակավոր դիրքեր զբաղեցրեց աջակողմյան հատվածում, քանի որ այդ հատվածի դիրքապա կամավորները անակնկալ հեռացել էին հենակետը թողնելով անպաշտպան։ Շատ բարենպաստ եղանակ էր, անձրև, մառախուղ ու մինչև վերջել չկարողացանք նորմալ տեղանքին ծանոթանալ ու նաև քանի որ նոր դիրքեր ու երբևէ այդ հատվածում պաշտպանական գիծ չի եղել, նոր պաշտպանության էինք անցնում այնտեղ, ինչ որ տես խրամաբջիջներ պարգած կրակելու համար մեզնից առաջ եղածները փորել էին, բայց ինժեներական աշխատանքների մեծ ծավալ կար ու մի օրում մենք չէինք կարողանում իհարկե հասնել այդ աշխատանքները կատարել։ Առաջի գիշեր որ կապնվեցի ասավ տղեկի վրա հալ չկա, թրջվել են լրի որը, չեն կարողանա բանանեն խրամաթավորվեն։ Երկրորդ գիշերը որ կապնվեցի, ասավ ընկեր ես խոսք եմ տալի, այս գիշեր վաղը առավոտ ես ինքս անձամբ այս գործով զբաղվեմ, այսինքն տղեկին դեպի ձախանեց։ Արդեն երրորդ օրն էր որ շտաբից կապնվեցին, ասավ ինչ որ բան ձեր մոտ այն չի։ Ասենք ինչ ա եղել, ասում ուժեղ կրակոցներն են այդում ձեր ոչան։ Փորձեցին կապնվեն, կապ չկար, այսինքն թուրքերը իրանց ունեցած տեխնոլոգիայով հարձակումից առաջ ընդհանրապես լրիվ խափանում են, խլացնում են կապի միջոցները։ Մարտական իրավիճակին ծանոթանալու համար անմիջապես Վարագնաթաղ մեկնեց գումարտակի հրամանատարի տեղակալ Մխիթար Մխիթարյանը, ով նախորդ օրերին պարբերաբար այցելել էր դիրքեր եւ քաջածանոթ էր տեղանքին։ Որոշ ժամանակ անց մեկնեցին տղաներ նաև առաջին վաշտից։ Բարձունքում արդեն պարզ դարձավ, որ թշնամու դիվերսիոն ներթափանցման փորձը կանխելու ժամանակ հերոսական կռիվ մղելով զոհվել են երկրորդ վաշտի առաջին դասակի մարտիկներից 20-ը։ Տղաները կյանքի գնով կարողացել էին պահել Վարագնաթաղը, թույլ չտալով թշնամու հատուկ նշանակության ջոկատին լիովին տեղակայվել հայկական դիրքերում։ Օգնության հասած ուժերը շարունակեցին կորուստներ պատճառել թշնամուն, հետ վերցնել կորցրած դիրքերը։ Թշնամին նահանջեց, որից հետո սկսվեց սաստիկ հրետակոծություն։ Դեպի բարձունք վերելքի ժամանակ բեկորային վնասվածքներ ստացան նաև հրամանատարական կազմի սպաներ Հարմիկ Հովսեփյանը, Արտաշես Մխիթարյանը։ Այդ վիշկեն Վարագնաթաղի հետ ենք վերցնում ու իրենք կադաղած սկսում են ռմբակոծել ավելի մեծ ուժգնությամբ։ Ու այդտեղ զոհվում են եւս մեր տղաներից առաջի վաշտից 2-ը եւ երկրորդ վաշտից
էլի երկուսը։ Ու այդտեղ զոհվում է նաև Վաշտի հրամանատար Մհեր Հարությունյանը, Նրանք վիշկեն վերցեցին, ես արագիչա, որ իմ դասակը հանեմ, երրորդ դասակը, առաջի Վաշտի երրորդ դասակն հանեմ, այդ բանը նստի ու սկսավ ինտենսիվ երետակոծություն, դասակը ուղարկեցի ջոգ, առաջինը, այսինքն Հովոն որպես մորուքը դասակի հրամանատարն էր, Հովոն մի ջոգ վերցրեց գնաց, մի ջոգ Օնանյան Վարդանես ջոգներ, որը ուղարկեցինք հենց առաջին ճամփի կեսին, համար ամբողջ ջոգը շարքից դուրս եկավ ռմբակոծության տակ, երկու զոհ տվեց առաջի դասակը, երկու զոհ տվեցինք ռմբակոծությունից, Արկադիկն ու Տիգրանը հենց իրար հետ Թեկուզ ունեցանք բավական վիրավորներ, ունեցանք 25 զոհ, բայց իրանց պարտականությունը մաքրամաքուր կատարեցին։ Այդ բարձունքը ձեռքից չենք տվել, այդ բարձունքը կարողացել ենք հետ վերցնենք, որտեղ որ թուրքերը հաջողել էին գրավեին եւ պահել ենք։ Ամեն եւ այդ բարձունքը պահելով մենք փրկել ենք եղնիկներին։ Փրկել ենք եղնիկների գունդը։ Այսինքն կարող եմ ասեմ ամեն մեր զոհված տղա փրկել է 60 հոգի հայ զինվորի կյանք։ Եվ դրանով պետք է հպարտանանք մենք։ Վարագնաթաղի մարտական գործողությունը 2020 թվականի Արցախյան պատերազմի նշանավոր մարտերից մեկն էր եւ իհարկե Դաշնակցության դաշտերի ռազմական կենսագրության ամենածանր օրերից մեկը։ Լուդրասազի դեպքից հետո, որ մենք ունեցանք այդքան զոհեր եւ վիրավորներ, հաջորդ օրը պարոն գեներալը այցելեց մեզ, իմանալով մեր զոհերի թիվը, իմանալով մեր վիրավորների թիվը եւ եկել էր մեզ մխիթարելու եւ կարծում էր, որ մենք պետք է վերադառնանք, որովհետեւ այդ թվի մեջ, այդ տոկոսային առումով բանակի մեջ այդ վաշտը կամ այդ գումարտակ արդեն շարքից դուրս է գալի մինչեւ վերակազմավորվի։ Եվ այդ թեմայով էր խոսում, եւ մենք իրեն ասեցինք, որ վաղը մեր մյուս վաշտը գալիս է, մենք տեղ չունենք երթալու, ինչ որ առաջադրանք տակ նորից մենք կատարողնենք, ինքը ոտքի եղավ եւ մեր հետ ձեռնվեց, որ դուք ձեր նման այսքան զոհից հետո, այսքան վիրավորից հետո դեռ կանգնում եք ստեղ մեր կողքին, ուրիշ բացի դրվատանքի խոսք, ուրիշ բան ես չեմ կարող ասել։ Հիմնական դժվարությունը, որ կար այնտեղ, որ ունեցանք, երկար ժամանակ, այսինքն երկարավորությամբ 4 օր տևեց, մինչև կարողացանք տղոց թիակները վերցնել, բերել մեր մոտ, որպեսզի կարողանանք տանել, ու այդ ամբողջ ժամանակվան ընթացքին այդ քիձը, ճանապարհը, գետերը շատ ծանր ռմբակոծումի ենթարկվեցան։ Թիակները ռումբեր ինկած էին որոշներու թիակներու վրա։ Կար թիակ, որի կեսը կար, մյուս կեսը չկար։ Աստեսակի վիճակներ էր։ Մեր երդասարդ տղակը, ամենաերդասարդ տղակը ի պատիվ իրենք էին, որ ելան եւ այդ թիակները բերին։ Կսանյոթ սեպտեմբերեն 23 նոյեմբեր Հայ հեղափոխական դաշնակցության գամորական շարժում հասարակական գազագերբության գումարտակի գազմին զինվորակրվեցան եւ Արցախի պաշտպանության իրենց մասնակցությունը բերին մոտավոր 400 գամավորներ։ Մարտական գործողություններուն ընթացքին նահատակվեցան գումարտակի 28 գամավորական հայորդիներ եւ վիրավորվեցան 40 անձեր։ Գումարտակի վարած մարտերու շնորհիվ Մադաղիսի մեջ գտնվող հայկական ուժերուն գահաճովի խուսապիլ շրջապակման մեջ հայտնվել է։ 6 հոկտեմբերին մեծ թիվով նահատակներ եւ վիրավորներ տալով դաշնակցության վաշտերը գահաճողին ազատագրել վարանկատաղի բարձունքը։ Այս գործողության շնորհիվ
Տշնամին չի հաջողիր հառաչանալ եւ ներխուժել Մարդագերտ, ինչպես նաեւ չի կարողանար շրջապակման մեջ առնել Դոնաշենի զորամասը։ Գամորական շարժման դղաները աչքի գինան նաեւ 7-րդ պաշտպանական շրջանի շարք մտիրկերու պաշտպանության, դաստագիրի ուղղությամբ տշնամի ներտապանցման փորձի կանխարգելման եւ ոչնչացման մարտերու ժամանակ։ 2020-ի Արցախյան պատերազմին նահատակվեցան Հոյտա գամավորական շարժում հասարակական գազագերբության գումարտակի 28 հայորդիներ։ Գեգամ Մուշեղյան, Դիկրան Ասատրյան, Արգատի Միսկարյան, Մեհեր Հարությունյան, Արգատիա Իսրայելյան, Դանիել Թոմասյան, Գևորգ Հաջյան, Վիգեն Մուրադյան, Երվանդ Տադևոսյան, Մանուկ Տորոսյան, Գարեն Համբարձում Բատալյան, Արայիկ Մգրչյան, Արշակ Մելիքյան, Ալբերտ Խարադյան, Մանուկ Մարգարյան, Նարեկ Սահագյան, Աբրահամ Պարնջյան, Դավրոս Աբրահամյան, Արման Խաչատրյան, Գոր Սարգսյան, Ալբերտ Մգրչյան, Սուրեն Հովսեփյան, Հովանես Պետրոսյան, Սուրեն Վանեցյան, Քրիստապոր Արթին, Կիմ Խաչատրյան, Մայիս Նազարյան, Հովանես Հովանիսյան։